Ցեզի դեկացնեմ միջին արաբելքի հայության այսօրվա վիճակի մասին։ Մեկ երգիր առ երգիր տեսնենք թե ինչ դեպի ունեցած է։ Սուրիան երկար ժամանակ ուշադրության կենտրոնի մեջ էր, երբ սուրիական պատերազմը սկսավ 2011 թվականին մոտ 60,000 հայեր կապրեին այնտեղ, այժմ գաշուվի մոտավորապես 10,000 հայ մարտահամար չի եղած ոչ անցյալին ոչ հիմա ոչ երբեք մարտահամարի հիման վրա չեն աս դվյաններ այլ քշագություններ են կամ ենթադրություններ են կամ ընդհանուրին գոմե համացայնեցված թիվեր են ուրեմն փաստորեն սուրյո հայության թվականակը բնականաբար բացեր է սուրյո թվականակն ալ բացած էր շրջանը եւ միլիոնավոր գաղթականներ դուրս էին, բայց այդ մոտ 10 միլիոն սուրիացի գաղթականներ, որոնք երկրեն դուրս ելած էին, շրջակա երկրներ եւ արտասահման ավելի հեռու տեղեր, կրնան կսել անոնցում է մոտ 1.5 միլիոն դարձած են այժմ եւ հավանական է որ նաեւ 1 կամ 2 միլիոն եւս դառնան, բայց կացող հերացող հայերը չեն դառնար, որովհետեւ նոր կյանքի գվարժվին եւ նոր միջավայրի մեջ գտնվին գսկան թե ինչ այսքան տարի ինչպիսի կյանք մահապրած էին եւ նոր հերանեկարներ կբացվին իրենց սավակները սկսին նոր միջավայրի վարժվել եւ Սուրիան գհերանա իրենց մտածումներն եւ 1-2 կամ 3 տարի մեջ կմտածեն թե ինչպես պիտի ձախեն Սուրիո մեջ ունեցած իրենց բոլոր ստացվածները ասե բարական հիմա մնացող հայերը մաս մգա որ որոշ խավարներու մեջ են օրինակ Քեսաբի մեջ հավանաբար 1000 հոգի գա եւ Քամիշլիի մեջ որ քաղաք մնե որ քրդական ստվար բնակչություն կա Հալեբի մեջ ապրող հայերը որոնք պատմականորեն հայ ամայքին հիմնական մասը գազմին անոնց թիվն է որ բավական բացած է եւ երբեմնի հայապնակ գոչվող թաղերը այլևս ներթափանցված են հոդարներով եւ այլևս չկա այդպիսի առաջվա նման հայապնակ թաղ հայերուն հարազատ միջավայր Երգիրը որոշ կայունությունը արձանագրած է Սուրիան, որովհետև ընդրած է տարբեր ճանապարհներ, Ամերիկայի հետ արճակատում չունի անցյալին նման, Իսրայելի հետ նույնիսկ անուղղակիորեն որոշ համացանցություններ կան ապահովական Հայերը շարունակեն որպես փոքրամասնություն ապրել, այսինքն Սուրիո թրությունը ան է, որ կրոնական փոքրամասնությունները դակավին պաշտոնապես վավերացված եւ ընդունված համայնքներ են Իսկ նոր սահմանություն չկա, պիտի պատրաստվի, պիտի ընդունվի, բայց հավանական է, որ հին սահմանության շատ մասեր նույնությամբ կգնվին։ Կրոնական աստեցությունը սկալի է քաղաքի մեջ, Հալեբի մեջ, որովհետև իշխանության նեգոները կրոնական սկզբունքները, որտեղ այդքան ծայրահեղ չեն այժմ Անցյալին շատ ծայրահեղ էին, բայց ըստ երևույթին ամիսի վիճակը գտել է, որ ղեկավարությունը տունած է նոր դարբեր վարկագիծը, իսկ մյուսները կհետևին, որովհետև փրկացավ է իշխանությունը, իսկ անոնք որ չեն հետևիր, կամ կմեկուսացվին, կհերացվին, կամ կոչնչացվին, երբեմն անոնց մե այդ հադուկեն ծայրահեղներ են, որոնք հագագշտե դուրս մնացած են, որոնց վրա դակավին բերությունը չունի 100 սկողություն, անոնց մե որոշ մարդիկ, որոշ արարքներ կգործեն, ինքնագլուխ, երբեմն բռնարարքներ, երբեմն սպանություններ, երբեմն գողոպուտներ եւ երբեմն կրոնի հիման վրա եղած ծայրահեղ դրսևորումներ դեպի ունենան, որոնց զոհը գերտան փոքրամասնությունները, քրիստոնյաները եւ ոչ սուննի մյուս համայնքները Ասի Սուրիո բարակային Լիբանանի բարակային Լիբանան շատ անգամ երևութաբես ապահով գտվի երևութաբես բնագելի դեր գտվի բայց միշտ եղած է դժվար վիճակի մեջ մարդիկ միշտ կխոսին թե համերաշխորեն ապրելու նպատակ կհետապնդեն մարդիկ այսին բոլոր համայնքներում ներկայացուցիչները համերաշխության մասին կխոսին բայց համերաշխության մասին իրենց պատկերացումները կփոխվին կդարբերին իրար մի եւ հարական հասած է այն ասիան որ այլևս լիբանանցիներ անսկալապար եւ միշտ գնշեն բերության բացակայությունը ցեվոմը ընդունված եղել է որ այլևս բերություն չկա եւ հնարավորություն չկա որ բերությունը գոյանա կամ կա ներքին ուժերով դուրսեն պիտի կա ուժը եւ պիտի բարդատրենք զինք բայց այդ ուժը կողմնակալ պիտի լավերջին աշխով կարևոր չէ
չեմ մտածել թե Թուրքիան ուժը կողմնակալ է վերջո ներքին ուժով ներքին համագեցության սկզբունքներով չեն առաջնորդվել լիբանանցիները հիմա հայկական առումով համայնքը այնքան փոքրացել է որ նրանք ասել մոտավորապես անցյալի 200,000-ի փոխարեն հիմա 30-35 առավելագույն 40,000 կա հայեր որոնք դակավին լավ համբավիդեր են դակավին ընդունված է իրենց ներկայությունը եւ լիբանանցի մեծ մասը գտնունի թե թրագան ներդրում ունեցած են լիբանանա հայերը ամբողջ լիբանանի պատմության ընթացքին ներկա անկախությունն առաջ ֆրանսիացիների ժամանակներն սկսյալ մինչև այս օրերը բայց երբեմն այս նյութը գործածեն նսեմացնելու համար մյուս փոքրամասնությունները օրինակ համար որովհետեւ ցույց տան թե պաղեստինցիները կամ հետագային շիաները չեն եղած հայերու նման այլ ուզած են իշխանության դիրանալ ուզած են իրենց ենթարկեցնել մյուսները ուզած են պետության սահմաններեն դուրս կորզել այսինքն հայու լավ գերբարը երբեմն շատ անգամ կշահագործվի որպես հակադրություն մյուսներուն ամեն մեկի իր նպատակին համար կծառայեցնի իսկ որպես համայնք այախոս է եւ դակավին գրնամ ասել թե 20 տարի եւս գրնա հայախոսներ արտադրել որոնք օգտակար պիտի լան այլ համայնքներու եթե այդ համայնքներու մեջ դակավին այդպիսի գարիկ գտնվի այսինքն եթե 20 տարի վերջ Ավստրալիայի, Կանադայի կամ Ամերիկայի կամ Եվրոպայի մեջ ապրող հայերը դակավին գարիկ պիտի ունենան արևմտահայերեն լեզու ճանցող եւ արևմտահայերեն դասավանդություն կատարող ուսուցիչներու գրնան լիբանանեն ստանալ այդպիսի անհատներ որովհետեւ ինչու այս կետը ես կնշեմ որովհետեւ այս նշած համայնքները ու հայերը զանգվածաբար գախտեն կամ այլևս ստվար ներկայություն ունին այդտեղ այդ համայնքները ներքին գարկով հայրենախոս եւ հայրենավանդ ուսուցիչներ չեն գրծած արտադրել եւ մի չկարենան արտադրել երևույթ այդպես ցույց կտա եւ նույնիսկ ոչ մեկ անունի կհանդիպինք որ ծնած մեծած եւ հաճախած է այդպիսի վարչարաններ եւ հետակային հայերենի ուսուցիչ դարձած է այդ վարչարանի մեջ այս վարչական բանաստեղծությունները ստացած է այլ նյութեր դասավանդ է բայց հայերենի դասավանդող ուսուցիչ դակավին եւ ասկեվերջ արդյոք անհնար է այդ երկիներու մեջ չկոյանալ ուրեմն լիբանանի արժեքը այս է եւ դակավին որոշ արժեք մգներգացնի իսկույքի համար հորտարանի հայությունը արդեն թվով քիչ էին քանի մազար էին եւ կշարունակեն իրենց կյանքը ավանդական սահմաններու մեջ ճանցված հորտանացելու կողմի հարկված ունին իրենց սովորական բարի խումբը եկեղեցին գա եկչախումբը գա եւ տարեկան ավանդական ծրագիրները կան եւ ասյով կշարունակեն իրենց գոյությունը որովհետեւ իրենք ընդունված են որպես համայնք այսինքն արձանագրությունը օսմանյան համակարգի հիման վրա որպես համայնքի պատկանող հորտանանցի քաղաքացիներ կնկատվի դարներու ընթացքին ավելցած է անոնցրա այսինքն Իրաքեն եկած հայեր կան հորտանան հաստատված Սուրիային որոշ հայեր կան նաեւ Պաղեստինեն հայեր կան այսինքն դարներու ընթացքին հորտանանը լալով ապահով համեմատաբար ավելի ապահով միջավայր որոշ հայեր այդտեղ հավաքված են Քուվեյթի բարական այս երուն այդքան լավ չէ շրջանը մոտավորապես չէ 4000 հայություն հասած էր հիմա բայց հիվը այդքան չէ գեսին չափի հավանաբար ուսանողներուն հայկական ամենօրյա դպրոց կա միակը որ ամբողջ ծոցի երկրներու շրջանի մեջ է այդտեղ մոտավորապես այժմ 250 աշակերտներ կհաջողեն շրջանը 800 հասել էր հիմա բազած է այսօր երբ Իրանի հետ պատերազմ կա գիտեք Քուվեյթի ապահովական վիճակը երբեք փայլուն չէ եւ շատ քուվեյթցիներ որոնք շիա ցակում կամ որոնց ցակումը հայտնի չէ pedagogan դոմարներու մեջ անոնք գզրգվին այժմ քաղաքացիություն է իրենց մե Ետ կվերծվի քաղաքացիությունը եւ անոնց յետագա անոնց հովանավորությունը վայլող հայեր կան որոնք իրենց յեցությունը
ստացած են այդ անձերու անունին տակ այդ անձերու հետ առնչված հաստատություններում մեջ աշխատելու դիմաց ուրեմն այս հայերն այժմ իրենք հատ կզրկվին գեցության իրավունքի եւ պիտի փորձեն այլ դեղեր գտնել իրենց նոր հովանավորներ բարեբախտաբար Հայաստանի ներկայությունը եւ երկքաղաքացիությունը բրգեց հայկավուտը Քուվեյթի հայկավուտը որտեղ դարներ ընթացքին Քուվեյթի մեջ ապրող հայերը որոնք Սուրիան եւ Լիբանան եկած էին բոլորն ունեցան Հայաստանի քաղաքացիություն եւ իրենց գեցությունը Քուվեյթի մեջ փոխադրեցին սուրիական կամ լիբանանական անձնակիրներեն թեպի հայաստանյան անձակիր այդ պատճառով նվազ հետաբնություններու ենթարկվեցան դվայտանքներուն քանի որ շատ սուրիացի լիբանանցի քաղաքացիներ կան Քուվեյթի մեջ որոնք երկրեն վտարվեցան հայեր նույնիսկ ենթակա եղան այդպիսի հարցակնություններում եթե դակավին Հայաստանի քաղաքացիություն կամ անձնակիր չունեին եթե անոնք որ անձնակիր արել Հայաստանի նվազ հետաբնություններու կամ նվազ լուսարցակետակ էմիրություններու բարական այնտեղ ուտեր ես կապրիմ հայրուտիվը նույնն է 4-5000 կաշվե վերջին շրջանին այս պատերազմի պատճառով որոշ մարդիկ իրենց գործը գործունեցին քանի որ ընդհանուր գործի տեխնիկայ կա այսին բոլորը շատ մարդիկ սպասումի մեջ են բայց շատեր արդեն իրենց նորմալ կյանքը շարունակեն բայց եղան որոշ մարդիկ որոնք ենթարկվեցան ուրեմն ստիպված եղան այդպիսի բարակային կամ Հայաստան գերտան եթե Հայաստանի անձնակիր կամ ուրիշ երկրներ գերտան նոր գործողություններ կամ կսպասեն բայց այս երկրի մեջ եթե պիտի սպասես առանց եկամուտի նոր հնարավորություն եթե փնտրես եւ եկամուտ չունես շատ շուտ կգործնես հանի որ դայներ շարունակ հավաքածես որովհետեւ ապրելու համար այստեղ բավական թանկ է ուրեմն ես խոսեցա Յոմասին Լիբանան, Հորդանան, Քուվեյթ, Էմիրություններ, Իրաքի հայերը շատ երկար ժամանակ անապահով վիճակի մեջ էին Բաղդադի մեջ դակավին կան հավանաբար 7-8,000 հայեր ամբողջ Իրաքի մեջ կարելի 15,000 հայ որոնց 1% կարևոր տոկոսը Քուրդիստանի մեջ կապրի Իրաքի Քուրդիստան որոշ քաղաքներ կան այդտեղ որ շատ ապահով են Իրաքի Քուրդիստանի մեջ ինչպես Էրբիլը եւ Զախո քաղաք հայերն ներկայացում այդտեղ եւ մեկ-երկու քյուղեր կան հայեր հավաքված են որ հայերու մասը Իրաքի միջոցներն այդտեղ դեպքված են մյուս քրիստոնյաներուն հետ ապրելու համար այդպիսի բարակամներ որոնց մասին մենք շատ քիչ տեղեկություն կստանանք որովհետև ընդհանրապես իրենց կյանքը կրոնական միջոցառումներով հագեցած է այսին եւ բայց երբեմն ունին նաեւ միութենական գործունեություն հայրենով գրելու չեն կաչալերվի հայրենով գրելու ես Հավանաբար առաջարկեմ այսպիսի բարականերում, որ նույնիսկ արաբերենով գրեն կամ անգլերենով գրեն, որ հասկանանք, թե ինչ է գրենա, կարողանանք պատկերացում ու կայացնել եւ ըստ այնմ մեր կարծիքը միջին արաբերկի հայերու մասին ավելի ընդլայնվի։ Ուրեմն այսօր միան այսքան Իրանի հայերու մասին չխոսեցա, Եգիպտոսի հայերու մասին չխոսեցա, Երուսաղեմի հայերու մասին չխոսեցա եւ այլ շրջաններ Կիպրոսի հայերն կարելի է նկատել միջին արևելքի հայեր։ Ուրեմն ասոնք են միջին արևելքի հայերը։ Պիտի փորձեմ միշտ տեղություններ քաղել եւ ծեր հետ բաժնել որքան որ հնարավոր է։ Ամ որ որոշ տեղություններ ունի, խորի թե արժանի է, ուստենալ իմանան որոշ շարժում, կապարմը, համակի հետ կապված նորությունը կամ աշխատանքի ոչմը նոր հիշադակներու հուշերու եւ ավակայի ցկտումներու հետ կապված ով է միտք եթե ունի գնա այդ սպաժնել որովհետեւ կարենամ հատուր մասին էսպրբուդում կատարել եւ ցեզի ներկայացնել